Դերասանուհի Սաթենիկ Ղազարյանը ներկայացել է նոր նախագծով։ Նա թատրոնի բեմում նոր ներկայացումով է հանդես եկել, որտեղ ինքը խաղում է դերասան Վահան Միրաքյանի հետ։ Այս ներկայացումը բավականին սիրվել է հանդիսատեսի կողմից։ Դերասանական զույգի մասնակցությամբ կադրերն ակտիվորեն տարածվել էին համացանցով մեկ։ Հետաքրքիրն այն է, որ ի տարբերություն շատ շատերի, Վահան Միրաքյանի կինը Ռուզաննա Մանուչարյանը որևէ հրապարակում չէր արել այս ներկայացումից։ Նա ցույց չէր տվել իր վերաբերմունքն ու արձագանքը ամուսնու մասնակցությամբ այս նոր ներկայացմանը։ Ինչևէ, ներկայացնում ենք մի քանի կադրեր, որտեղ Վահան Միրաքյանն ու Սաթենիկ Ղազարյանը միմյանց հետ ջերմ համբուրվում ու գրկախառնվում են։ Ամալիա Հովհաննիսյանի տաղավարում հյուրընկալվել էր Վահան Միրաքյանը։ Զրույցը սկսվել էր թոփ թեմայից։ Չէին սպասում, քաղցած սպասում, ինձ արդեն շատ լավ եմ զգում։ Դժվարություններ և մտավախություններ իհարկե կային, որովհետև ամեն դեպքում հաղորդումը 22 տարի ունեցել է այլ հաղորդավար և մարդկանց մոտ կարծիք կար, որ դա Սուրենի հաղորդումն է։ Ուզում եմ ասել, որ հաղորդումը պատկանում է Դավիթ Վարդանյանին։ Համեմատությունները Սուրենի հետ մի փոքր նյարդայնացնում են։ Ցավալի բան կա, մարդիկ չեն ընդունում այն, որ ես խոսում եմ գրական հայերենով։ Հաղորդավարը դառնալուց հետո Սուրենի հետ չեմ հանդիպել և չգիտեմ, որ հանդիպենք կբարևենք իրար, թե չենք բարևի, համենայն դեպս չունեմ խնդիր իրանցի հետ։ Չգիտեմ ինչու իր մոտ կարծում եմ դեռ մի փոքր լարվածություն կա։ Ամալիայի հարցին, թե արդյոք Սուրենը փորձում էր ինքնահաստատվել Վահանի վրա, վերջինս պատասխանեց. Շատ անկեղծ պատասխանեմ, այո, ինչ-որ պահի իհարկե եղել է վիրավորվածություն, ինչ-որ պահի եղել է փոշմանելու զգացողություն, որ միգուցե պետք չէր մասնակցել հաղորդմանը։ Վահան Միրաքյանը նաև անկեղծացավ, խոսելով իր անձնական կյանքի մասին։ Վերջինս խոսեց իր անցած էտապների մասին, այն հարցին արդյոք կան փուլեր, որոնց համար Վահանը մեղավոր է զգում Ռուզաննայի առաջ, վերջինս նշեց. Այո, կան այդպիսի փուլեր, դա իմ կյանքի այն փուլն էր, երբ շատ արագ և միանգամից ես մեծացա։ Հիվանդանոցում ինձ ասացին, որ մորս մոտ հայտնաբերվել է 4-րդ աստիճանի քաղցկեղ և նրան մնացել է ապրելու ընդամենը մի քանի ամիս։ Միանգամից իմ կյանքը 180 աստիճանով փոխվել է հենց այդ պահից սկսած։ Այդ ընթացքում իմ կյանքում հայտնվեց Ռուզաննան, բոլոր իմ պոռթկումները, էմոցիոնալ բացասական դիցքերը, յուրաքանչյուր վատ բան կենտրոնացվել են Ռուզաննայի վրա, որտև ինձ համար այդ պահին թույլողակ նա էր համարվում և չէի կարողանում ինքնաարտահայտվել։ Ես կարող էի տեսնել, որ Ռուզաննան զանգում է և չպատասխանել, ուղղակի չէի ուզում խոսել կամ վերցնել, հոխորտալ, կոպտել, բայց չգիտեմ ինչու էի դա անում։ Չարացած էի ամբողջ աշխարհի վրա։ Դա էր իմ կյանքի ամենածանր շրջանը, որովհետև աննկարագրելի մի բան էր։ Ցանկացած հարցով ես կարող էի մորս դիմել և գիտակցում ես, որ այլևս չկա այդ միակ, ում դու պետք է դիմես որևէ հարցով։ Զրույցի ընթացքում անկեղծացել է հաղորդավար Վահան Միրաքյանը։ Դեռևս 2021 թվականին հայտնի դարձավ, որ լույս աշխարհ է եկել դերասան ամուսիններ Վահան Միրաքյանի և Ռուզաննա Մանուչարյանի առաջնեկը։ Զույգն իրենց դստերը Վիկտորիա է անվանել։ Մի փոքր անհանգիստ եմ, բայց հոգեպես պատրաստ եմ բալիկիս հետ հանդիպմանը, նույնիսկ անհամբեր եմ, որ հանդիպումն ավելի արագ լինի։ Հղիության թեստի դրական պատասխանից հետո բոլոր կանայք էլ պատրաստ են լինում փոքրիկի հետ հանդիպմանը։ Արդեն շատ նվերներ ենք ստացել փոքրիկի համար, այնքան որ մեզ շատ քիչ բան է մնացել գնելու։ Մեր առաջնեկն է, ուզում ենք ամեն ինչ ունենամ։ Տեսնենք այսքան գնումներից ինչը կօգտագործենք, ինչը ոչ, ընդգծել էր Ռուզաննան։ Հիշեցնենք, որ Վահանն ու Ռուզաննան ամուսնացած են 2019 թվականին։ Մեջբերում ենք նաև 2019 թվականին Բրավո AM-ին տված հարցազրույցներից մեկը։ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Վահան Միրաքյանը երեկ դարձել է 25 տարեկան։ Հոբելյարի օրը սկսվել է սովորականի պես, իսկ երեկոյան սիրելիի դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանի մատուցած անակնկալը նրան ոչ միայն մեծ ուրախություն է պարգևել, այլև հուզել է։ Բրավո AM-ի հետ զրույցում Վահանն ասել է, որ 4 տարի ենք Ռուզաննան միասին են, սակայն առաջին անգամ են միասին նշել տարեդարձը։
Այդ օրն էլ միշտ Հայաստանում չի եղել և ինձ համար անհավատալի է, որ կողքիս է նայում է աչքերիս մեջ ու շնորհավորում։ Բայց կարող եմ ասել, որ այս տարվա իր քայլով լրացեց 4 տարիների բացը։ Դերասանին կեսգիշերին անակնկալ են մատուցել մտերիմ մարդիկ, ընտանիքի անդամները։ Օրս անցնում էր սովորական, մինչև իմ մտերիմ ընկերը Նարեկը չառաջարկեց միասին որևէ միջոցառման գնալ։ Նույն վայրում հայտնվեցին մարդիկ, որոնց ճանաչում էի, էլի որևէ կասկածելի բան չանցավ մտքովս, մտածում էի պատահականություն է։ Ավելի ուշ մեզ միացավ Ռուզաննան, քանի որ այդ օրը ներկայացման էր, ինձ հանձնեց մի տուփ, որի մեջ փաթեթավորված բազմաթիվ տուփեր կային գրառումներով։ Ամենափոքրի մեջ ես հայտնաբերեցի փոքրիկ խաղալիք մեքենա ու մտածեցի այս տարի էլ սահմանափակվենք խաղալիք մեքենայով, պատմել է Հոբելյարը։ Ավելի ուշ ընկերները փակել են Վահանի աչքերը, տարել իրական նվերի մոտ, որտեղ էլ սիրելին հանձնել է ավտոմեքենայի բանալիները։ Այդ պահին զգարաններս քարացել էին, երբ պտտվեցի ու տեսա փաթեթավորած մեքենան, հասկացա, որ խայտառակ եմ լինելու, անչափ հուզված էի, մտքովս անգամ չէր անցնում, որ Ռուզաննան կարող է նման բան անել, իր խոսքում պատմել է դերասան Վահան Միրաքյանը։ Հիշեցնենք նաև, որ Բոհեմ թատրոնի դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանն ու պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Վահան Միրաքյանը պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, խոստանելով հավերժ սիրել Տեր և հնազանդ լինել իրար։ Զույգ ամուսնացել է դերասան Արման Նավասարդյանի խավորությամբ։ Թերթեյում լայվ ներկա է եղել երիտասարդ դերասանների պսակադրությանն ու ներկայացրել է արարողության ֆոտոշարքը։ Իդեպ Ռուզաննայի մտերիմ ընկերուհին դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը ուշացել է հարսանեկան արարողությունից և չի մասնակցել պսակադրությանը։ Նշենք, որ Ռուզաննան նախահարսանեկան հավաքույթ էր կազմակերպել կարգավիճակի փոփոխությունից առաջ ընկերուհիների հետ նշելով ամուրի լինելու վերջին օրը։